Զելենսկու ինքնաթիռը վայրէջք կատարեց Մադրիդում։ Նրան Իսպանիայի խորհրդարանի շքամուտքի մոտ դիմավորեցին երկրի բարձրագույն քաղաքական դեմքերը՝ Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը եւ Սենատի ղեկավար Պետրո Ռոլանը։ Այցի օրակարգը հագեցած է եւ նպատակ ունի ամրապնդելու Կիևի դիրքերը Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Իսպանիան որպես ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կարևոր անդամ Կիևի համար ոչ միայն քաղաքական, այլև ռազմական աջակցության կենսական աղբյուր է։ Զելենսկու մադրիդյան այցը տեղի է ունենում Փարիզում ձեռք բերված աննախադեպ պայմանավորվածությունների ֆոնին, որոնք արդեն իսկ որակվել են որպես պատմական։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքում ստորագրվեց մտադրությունների հուշագիր, որը Ֆրանսիան պարտավորվում է առաջիկա տասնամյակներում Ուկրաինային փոխանցել մինչև 100 միավոր Ռաֆալ արդիական կործանիչներ։ Avec cet accord, nous continuons à miser sur le rapport. Այսօր մենք թևակողում ենք նոր փուլ։ Այս համաձայնագրով մենք շարունակում ենք հույս դնել մեր պաշտպանական արդյունաբերությունների մերձեցման եւ ինտեգրման վրա, որպեսզի շարունակենք աջակցել Ուկրաինային առաջնագծում գտնվող նրա զինված ուժերի արդիականացմանը, որոնք հանդիսանում են Եվրոպայի պաշտպանության առաջին գիծը եւ ագրեսիայի զսպման միջոցը։ Եվ մենք դա անում ենք երկարաժամկետ հեռանկարում, միևնույն ժամանակ հայտարարելով, որ ուկրաինական բանակի վերականգնվելու կարողությունը վճռորոշ տարր է բոլորիս անվտանգության համար։ Այս գործարքը զուտ ռազմական չէ, այն ռազմավարական ուղերձ է Կրեմլին։ Զելենսկին իր հերթին չթաքցրեց ոգևորությունը, նշելով, որ գուցե ինչ-որ մեկի համար սրանք սոսկ տեխնիկական մանրամասներ են, բայց ուկրաինացիների համար հուշագիրը կենսական նշանակություն ունի։ Պատրաստվել են համաձայնագրեր եւ հենց այսօր ստորագրվում են կարևոր փաստաթղթեր, որոնք էականորեն կամրապնդեն մեր պաշտպանական կարողությունները։ Առաջին հերթին Ուկրաինան կստանա 100 միավոր Rafale F4 գործանիչներ, գերհզոր ֆրանսիական ռադարներ 8 Smart-T գործարկիչով։ Մինչ դիվանագետները ստորագրում են փաստաթղթեր, ռազմաճակատը շարունակում է խոսել հրետանու լեզվով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում զեկուցել է Ուկրաինայի էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ 142 հարված հասցնելու մասին։ Ըստ ռուսական կողմի ոչնչացվել են տանկեր, զինամթերքի պահեստներ, իսկ Պոկրովսկի, Խարկովի եւ Կուպյանսկի ուղղություններում հետ են մղվել ուկրաինական բազմաթիվ հակագրոհներ։ Ի պատասխան Կիևը հայտնել է ռուսական 91 անօդաչուների եւ 2 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին։ Սակայն Ուկրաինայի էներգետիկ նախարարությունը հաստատել է, որ մի շարք մարզերում, այդ թվում Խարկովում, Սումիում եւ Օդեսայում էներգետիկ օբյեկտները լուրջ վնասներ են կրել, ձմռան նախաշեմին ստեղծելով ծանր իրավիճակ։ Զելենսկու շրջագայության թերևս ամենաանկանխատեսելի եւ կարևոր կանգառը նախատեսված է նոյեմբերի 19-ին Թուրքիայում։ Զելենսկին հաստատել է, որ մեկնում է Անկարա, փորձելով վերակենդանացնել Ռուսաստանի հետ բանակցությունները պատերազմի ավարտի շուրջ։ Նախաձեռնությանը բացառիկ կշիռ է հաղորդում այն փաստը, որ ըստ թուրքական աղբյուրների բանակցություններին կմիանա նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դաշնության ներկայացուցիչ այդ հանդիպումներում չի լինելու։ Միջազգային մամուլը Զելենսկու այս շրջագայությունը դիտարկում է որպես հստակ մշակված երկուղի ռազմավարություն։ Առաջին ուղին ուժի ցուցադրությունն է եւ պատրաստությունը երկարատև պատերազմին։ Ֆրանսիական Ռաֆալների գործարքը ուղիղ ուղերձ է Մոսկվային, որ արևմուտքի հոգնածության մասին Կրեմլի հաշվարկները սխալ են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, թե հույս ունի, որ խաղաղությունը ձեռք կբերվի մինչև 2027 թվականը, սթափեցնող իրատեսության դրսևորում են։ Դաշնակիցները ցույց են տալիս, որ պատրաստ են աջակցել Կիևին ոչ թե ամիսներ, այլ տարիներ շարունակ։ Երկրորդ ուղին դիվանագիտությունն է ուժի դիրքերից։ Ապահովելով իր բանակի տեխնոլոգիական հզորացումը, Զելենսկին Անկարա է մեկնում ոչ թե որպես խնդրող, այլ որպես կողմ, որի ռազմական ներուժը գնալով աճում է։ Սա փորձ է ստեղծելու մի իրավիճակ, երբ Կրեմլի համար պատերազմի շարունակումն ավելի թանկ եւ անհեռանկարային կդառնա, քան բանակցությունների վերադարձը։ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս գործընթացին լրացուցիչ լծակ է ստեղծում։ Այսպիսով Վլադիմիր Զելենսկին փորձում է լուծել գրեթե անհնարին թվացող մի հավասարում։ Միաժամանակ զինել իր երկիրը տասնամյակների դիմադրության համար եւ ստեղծել պայմաններ այդ պատերազմը հնարավորինս շուտ դիվանագիտական սեղանի շուրջ ավարտելու նպատակով։ Տասնամյակների դիմադրության մասին արևմտյան մամուլի վերլուծականներն առաջին հայացքից համոզիչ են հնչում, սակայն միայն անցած մեկ օրում ռուսական հետախուզության տվյալներով ուկրաինական բանակը կորցրել է 1250 մարդ։ Իսկ նոյեմբերի 18-ին ռուս-ուկրաինական պատերազմի 1364-րդ օրն է։ Եթե նույնիսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները ուռճացված են, այդուհանդերձ հազարավոր օրեր դիմադրությունը ամեն օր 1000-ից ավելի զոհեր տալով հենց առաջնագծում պատերազմողների համար շատ տխուր վիճակագրության մասին է հուշում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։